Բարի ժողովուրդ ջան, այսօր շատ կարևոր թեմայից ենք խոսելու, թե ինչպես չխաբվել արծաթ առնելուց, բայց մինչև այդ կարևոր թեմային անցնելը մի հատ շատ կարևոր հարց կա։ Իմ վիդեոները նայողների 97%-ը բաժանորդագրված չեն մեր ալիքին։ Անպայման մտեք, բաժանորդագրվեք, զանգակը միացրեք, որ դուք առաջինը իմանաք իմ հետագա վիդեոների մասին։ Սկսեցինք։ Շուկայում արծաթի անունից շատ այլ բաներ են վաճառվում, միացիր ինձ, որպեսզի հասկանաս ինչպես չխաբնվել։ Նշանի ստուգում արծաթի վրա պետք է լինի 925 կամ ստերլինգ նշումը, դա նշանակում է 92.5%-ով դա արծաթ է, բայց մենակ նշանին հավատալ չի կարելի, որտեղ կարող է դա կեղծ նշում լինել։ Մագնիսով փորձարկում, մագնիսը մոտեցնում ենք արծաթին, եթե այն քաշվում է, ուրեմն վստահ եղիր, դա կամ կեղծ է, կամ խառնած է այլ մետաղների հետ։ Ձայնի փորձարկում, իսկական արծաթը նուրբ, մաքուր ձայն է արձակում։ Այս փորձարկումը նաև արվեստ է լսելու մեջ։ Ասեք ինչ ձայն է անում։ Սա երկաթ է, սա արծաթ։ Գնային կասկածներ, եթե արծաթ եք առնում ու տեսնում եք, որ շատ էժան է, ուրեմն կասկածեք ժողովուրդ ջան, որովհետև արծաթը մաքուր մետաղ է ու ունի իր գինը։ Եթե մինչև այստեղ նայեցիր վիդեոն, ուրեմն դու շահել ես, որովհետև կարևոր բան եմ ասելու։ Բույրի ստուգում, եթե արծաթից հոտ է գալիս, կամ ինչ-որ մետաղների, կամ ինչ-որ տարօրինակ բույր եք զգում, ուրեմն դա արծաթ չէ կամ այլ մետաղների հետ շատ է խառնած, որովհետև արծաթը ինքը բույր չունի, այսինքն հոտ չի գալիս իրենից։ Սրանք փոքր հնարքներ են իսկական արծաթը տարբերելու համար։ Ես ձեզ սա տվեցի, մնում է դուք սա ամեն ինչ օգտագործեք եւ միանաք ինձ եւ տարածեք իմ վիդեոները, բաժանորդագրվեք ալիքին, զանգակը միացնեք, լայքերը դնեք, որպեսզի շարունակվեն իմ վիդեոները։ Այսօր այսքանը, ցտեսություն։